Բարի ողջույն, ձեզ հետ եմ Էլսիկ Կամսարը և դուք դիտում եք Ուլիսեսի աչքերով հաղորդումը։ Այսօր մեր հաղորդման հյուրն է ամերիկացի ռոք երաժիշտ Ջոնը։ Ողջույն Ջոն։ Բայոր, ոնց եք։ Ողջույն, ինչպես եք։ Շնորհակալություն, լավ։ Ջոն, ինչ կարծիք ունեք մեր երկրի մասին։ Դե երկրի մասին գյում չի, բայց նախ Չեկնախ երկիր է, Ամերիկ այդպես չէ, ինչպես Ամերիկայում, հավասարությունը և մարդկայնությունը ուղղակի զարմացնում է, օրինակ դուք եղել եք Ամերիկայում։ Դե տալերան զավակներն են Ահա, եթե եղած լինեիք այնտեղ, կտեսնեիք, թե ինչպիսի դաժանությամբ է կապիտալիզմը ոչնչացնում մարդկանց կյանքերը։ Ես որոշել եմ մնալ այստեղ և մեկ ուզում եք այստեղ զարգացնել ռոք մշակույթը, քանի որ Ամերիկայում այն արգելված է, իսկ այստեղ կա բոլոր նախադրյալները։ Շնորհակալություն։ Հարգելի ընկերներ, ինչպես տեսաք, մեր ամերիկացի բարեկամը որոշել է տեղափոխվել սովետական միություն, որովհետև նրան դուր չի գալիս Ամերիկայի կապիտալիստական համակարգը։ Այսօր այսքանը, շնորհակալություն։ Հունիսի 24-ին ահազանգ ստացանք, որ Լենինի պողոտայի բնակարաններից մեկում բնակիչներից մեկի խռմփոցը խանգարում է ամբողջ թաղամասի հանգիստը։ Մեր օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Ձեռնարկված հատուկ գործողությունների շրջանակներում կատարել ենք օպերատիվ գործողություններ, հայտնաբերվել են առանձնակի մեծ քանակի զենք և զինամթերք։ Մեր օպերատիվ գործողությունների շնորհիվ զենքը և զինամթերքը տեղափոխվել են հատուկ պահպանման վայր, հանցագործը մեկուսացվել է, կազմվել է արձանագրություն, արձանագրությունը հանձնվել է քննչական մարմինների։ Նախաքննությունը դժվար պարզի, սուրբ ծակող կտրող գործիքները պատկանում էին ամբաստանյալին, թե գծվել էին գրպանը։ Ամեն դեպքում հիմք ընդունելով օրենսգրքի անմեղության կանխավարկածի մասին կետը, ուզում եմ ասել, որ քանի դեռ մեղքը ապացուցված չէ, մեղավորը հանցագործ չէ։ Եվ հիշեք, երբ իրար դեմ են ելնում երկու չարիք, մեջտեղում միշտ էլ տուժում է բարին։ Բարի ողջույն ընկերներ, բարդ է կյանքը պոետի, ինչքան բառեր ջնջվեցին, ինչքան տողեր նետվեցին, ինչքան գրքեր անտեղի, բայց չի խամրի ու կորչի փառքը ընկեր Լենինի, բարդ է կյանքը պոետի։ Բարև ընկեր տեսուչ, այս նամակով ուզում եմ տեղեկացնել, որ մեր կոմբինատի վարիչ ընկեր Ստեփանյանը ամեն օր, ամեն դուրս գրման ժամանակ, որպես անպիտան ապրանք դուրս է գրում 30 կիլոգրամ միս, դրա 20 կիլոգրամը պահում է իրեն, 5-ը տալիս է ընկեր Պետրոսյանին, 3-ը վարորդին, որպեսզի միսը հանի դուրս, երկուսն էլ ինձ, որ աչք փակեմ։ Մի որոշ ժամանակ մենք կուշտ էինք ու ուրախ, բայց այնքան միս էր կուտակվել, որ սկսեցի բաժանել։ Սոքանչիս, աներձակիս, ընկերներիս, ծանոթներիս։ Արդեն այնպիսի վիճակ է, որ դիմացի հարևան Սամվելի հետ մսի վրա գրազով նարդի ենք խաղում ու աշխատում ենք պարտվել։ Միսը մնում փչանում է, բայց ես ընկեր Ստեփանյանին չեմ կարող ասել չեմ ուզում, որովհետև նա կսկսի մտածել, որ ես էլ չեմ ուզում աչք փակել ու ուզում եմ իր վրա դանոս անել, բայց ես էլ չգիտեմ ոնց իրեն բացատրեմ, որ ես պատրաստ եմ անվճարել աչք փակել։ Չգիտեմ ինքը ինչ անում այդքան միսը, բայց մեր մնացած բոլորի մոտ նույն վիճակն է։ Ընկեր տեսուչ, ասածս ինչ է, կարող ա միս ուզեք,
լավ փափուկ յուղոտ միս է։ Բարև ընկեր Ոսկանյան։ Ոչ, շնորհակալ եմ։ Ընկեր Ստեփանյանը ինձ էլ է միս տալիս։ Լավն է, չէ՞։ Հրաշ կարող Բա չի սպասի ցանցանիսա մեծ իրադարձություն է մեր կյանքում։ Եղավ ընկեր ջան, դե ձեզ շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Անպայման։ Հիմա դե ընկեր Ստալինը չի, ընկեր Խրուշովն է։ Լավ եղեք։ Դուք կրկվեք մի հատ ուրախացեք։ Բարի ողջույն հարգելի հեռուստադիտողներ։ Ձեզ հետ Ուլիսեսի աչքերով հաղորդաշարն է եւ նրա մշտական վարող Ներսի Խրուշը։ Ինքի կունքում գտնվող այս հսկայական շինությունը ոչ թե բուրժուական պալատ է, որ մոռացել ենք հանդեպ, այն կարող է լինել հենց ձեր բնակարանը։ Մեծագույն ընկեր Խրուշովի հրամանով մեր քաղաքում թափ է ակում շինարարական աշխատանքը։ Շատ շուտով բազմաթիվ ընկերներ, բազմաթիվ աշխատավորներ ահա այսպիսի շենքերում կստանան իրենց բնակարանները։ Ի հեճուկս կապիտալիստական Ամերիկայի, որտեղ մարդիկ ամբողջ կյանքում տառապում են եւ տանջվում են հիպոթեկային լծի տակ։ Իսկ մեզ համար բնակարանների խնդիրը լուծվում է այս կերպ։ Մեզ համար մեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իր սեփական բնակարանը։ Մեզ համար բնակարանները ոչ թե շահույթ ստանալու միջոց են, այլ մեր ընկերների եւ մեր համար առաջնահերթ կյանքի իրավունք, սիրելի համերկրացիներ, շուտով դուք կտեղափոխվեք այս հրաշալի բնակարանները, եւ եթե պատերը բարակ են, ոչինչ, դա օգնում է կարգը պահպանել, եւ եթե պատերը թեք են, ոչինչ, մեր հոգիներն են շուտակ, եւ ուրեմն կեցե սովետական միությունը, կեցե ընկեր Խրուշովը, ուրա! Lalla, va dicendo che mi volassa, se crede che mi faccio sangavare. Աշխատանք, ահա մեր կյանքի առանցքը, ընկերներ։ Աշխատանքը այն է, ինչ մեզ միավորում է, ինչը մեզ դարձնում է հասարակության լիիրավ անդամ։ Ես անձամբ մեծ հաճույք եմ ստանում իմ աշխատանքից, գիտակցել, որ իմ փոքրիկ աշխատանքը նպաստում է ինչ-որ մեծ բանի, թեև ես հաճախ չեմ կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչ մեծ բանի։ Լինում են դժվար օրեր, անշուշտ, երբ հոգնածությունը տիրում է մարմնին, երբ թվում է, թե ամեն ինչ անիմաստ է, բայց հետո հիշում ես, որ բոլոր օրերն էլ ինչ-որ չափով նույնն են։ Բայց մենք սովետական մարդիկ ենք, մենք դիմացկուն ենք, մենք գիտենք, որ ամեն դժվարության հետևում լույս կա, թեև երբեմն այդ լույսը միայն հաջորդ աշխատանքային օրվա սկիզբն է։ Այնպես որ եկեք գնահատենք մեր աշխատանքը, ընկերներ։ Այն մեզ կերակրում է, հագցնում է եւ լցնում է մեր կյանքը անիմաստ, բայց պարտադիր գործողություններով։ Փառք աշխատանքին եւ կեցցե մայիսի 1-ը։ Բարի ողջույն, ձեզ հետ է Մելսիկ Կամսարը եւ դուք դիտում եք Ուլիսեսի աչքերով հաղորդումը։ Ընկերներ, սառը պատերազմի սրացման հետևանքով սովետական միությունը կարող է փոքրիկ ընծաղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ամերիկյան պրոպագանդան շարունակում է կեղծ լուրեր տարածել ատոմային ռումբի վնասակար հետևանքների մասին, բայց մի հավատացեք դրանց, ընկերներ, այն ունի նաեւ իր դրական կողմերը։ Ընկերներ, պատկերացեք խեղճ ամերիկացիների վիճակը, ովքեր ամեն օր պայքարում են այդ կապիտալիստական ջունգլիներում։ Պատկերացեք, որ ատոմային հարվածից հետո այս բոլոր խնդիրները իսպառ կվերանան, այլևս ոչ մի խցանում, այլևս ոչ մի բանկային պարտավորություն։ Դրական կողմ 2, ավել քաշի խնդիրներ։ Ընկերներ, այս հարվածից հետո ոչ ոք չի ունենա այդ խնդիրը, որովհետև
ուտելու բան էլ չի լինի։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է սովետական միության արդար պայքարը սոցիալական հավասարության համար։ Դե ինչ ընկերներ, այս թողարկման համար այսքանը։ Հաջորդ հաղորդման ընթացքում ես ձեզ կտամ ուղեցույցներ, թե ինչպես վարվել, եթե հանկարծ Ամերիկան համարձակվի մեզնից առաջ մեր վրա նետել ատոմային ռումբ։ Ամենայն բարիք։ Ստեղան Acusatrum elementum mater verae sancti boni tua nova vitam riclam et as aqua vintem nube espore dico in amore aqua satrum in amore vite quide Շատ էներգիա կորցրեցի, բայց բացեցինք։ Ջերմող ձեր խցանումները բացելու վրա աշխատում են մեր լավագույն մասնագետները թեժ գծիգարը խոսամար 0 Հարմար տեղափոխում եմ բազմոցին, թակում ենք աչքերը, թուլացնում ենք ոտքերը, թուլացնում ենք ձեռքերը, ամեն ինչ լավ է, ձեր ինքը և մարմինը հանգստանում է, մի մտածեք ոչինչի մասին, ամեն ինչ պետությունը կմտածի, մի մտածեք ձեր խնդիրների մասին։ Դուք խնդիրներ չունեք, վաղը դուք կզարթնեք, ուրախ և թեթևացած, և կգնաք աշխատանքի։ Դուք սիրում եք ձեր աշխատանքը, դուք սիրում եք ձեր գոլեգաներին, ամեն ինչ լավ է, ամեն ինչ խաղաղ է։ Ոչինչի մասին երկար մտածեք, մի խորացեք երևույթների մեջ, մենք ձեր փոխանենք խորան երևույթների մեջ և կմատուցենք ձեզ ընդհանուր միտքը, ձեր միակ խնդիրը, վաղը, ուրախ և թեթև զարթնելն է։ Լոկն աղաբեկում, խոտորքում կանքում և կայնի ջարդված, գրեկը փշերված և լույսը հանգած այս փարոս աչքում։ Ձեր բնածին ցանկությունը միշտ լինել առաջինը ողջունելի է սոցիալիստական մրցակցության շրջանակներում, բայց զգույշ եղեք հերթերի մեջ։ Ձեր այդ ցանկությունը կարող է անհարկի վեճերի առիթ դառնալ մյուս ընկերների հետ։ Համբերություն, ընկերներ, համբերություն, 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 համբերություն։ Աշխատանքային ճակատում կանխատեսվում է բարձր արտադրողականություն, եթե ձեր իմպուլսիվությունը չխանգարի ձեզ։ Ինքնագործունեությունը միշտ չէ, որ ողջունելի է։ Խորհուրդ եմ տալիս պահպանել զգուշավորություն։ Ձեր ուղիղ խոսելու սովորությունը կարող է անհարմարություն ստեղծել ձեզ համար։ Դուք կարող եք արտահայտել այնպիսի մտքեր, որոնք դեռ պատրաստ չեն հանրային քննարկման։ Մտածեք նախքան խոսելը, կամ աշխատեք բացատրել ձեր խոսացածը այնպես, որ համապատասխանի արդի քաղաքականությանը։ Ամփոփելով ուզում եմ ասել խոյերին, որ ձեր էներգիան և առույգությունը
մեր կոլեկտիվի համար արժեքավոր ռեսուրս է։ Օգտագործեք այն խելամտորեն, պլանավորված։ Համբերություն ձեզ։ Համբերություն։ 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 Բարի ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Երևանի ժամանակով 22:30 րոպե։ Իսկ դա նշանակում է, որ դուք դիտում եք ես հաղորդման հերթական թողարկումը։ Այն ձեզ համար կվարեմ ես, նրա մշտական հաղորդավար Արեն Ոսկանյանը։ Մինչ այսօրվա մեր հյուրին ներկայացնելը առաջարկում եմ փոքրիկ տեսանյութ դիտել նրա մասին։ Թափանցիկ տոպրակ։ Ահա այսպիսի բեմական անուն է ընտրել իր համար արդեն բոլորիս հայտնի այս արտիստը։ Ինչպես գիտեք, նրա երգերը աչքի են ընկնում իրենց պարզությամբ եւ եթերայնությամբ։ Դեռ վաղ տարիքից նա իր մեջ հայտնաբերել է արվեստի հանդեպ սերը եւ զբաղվելով տարբեր բաներով իրեն վերագտել է երգեր ստեղծելու մեջ։ Վերջերս լույս տեսավ նրա նոր ալբոմը, այն կոչվում է Եռման ջերմաստիճան։ Դե ինչ, եկեք չեռացնենք ձեր համբերության բաժակի պարունակությունը եւ տեղափոխվենք տաղավար զրուցելու թափանցիկ տոպրակի հետ։ Ողջույն։